Բարի երեկո, ուղիղ եթերում ազատության լրատվական կենտրոնն է։ Այսօր ծրագրում առաջարկում ենք։ Ինչ է իրականում տեղի ունեցել Ստեփանակերտում եւ ինչ վիճակում են Հայաստան եկած վերջին արցախցիները։ Աշտարակի դատարանում այսօր սկսվեց Արագածոտնի թեմի հոգևորականների, այդ թվում կաթողիկոսի քրոջ որդու դատավարությունը։ Դատախազի կողքին էին կարգալույց քահանաները։ Դատարան են եկել այս գործով երկու տժողները, նախկին կարգալույց քահանաներ Տեր Արամն ու Տեր Թադեն։ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն ազատության աղբյուրներով լինելու է նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը։ Հայաստանում նախարարների պարգևավճարներն ու աշխատավարձերը 40 անգամ գերազանցում են թոշակը։ Այս ցուցանիշով Հայաստանը կարող է համեմատվել Ռուսաստանի հետ։ 2025-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile Center-ը, շրջանցելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Իրանում ինտերնետն արգելափակված է մնում, ցույցերի ժամանակ սպանվածների թիվը շարունակում է աճել։ Time հանդեսի համաձայն այն կարող է գերազանցել 30,000-ը։ Խորհրդանական ընտրություններին ընդառաջ ազատությանը հայտնի է դարձել ով է գլխավորելու նորաստեղծ իշխանազատման մեղադրանքով անազատության մեջ գտնվող միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժը։ Անցած ամիս գրանցված ուժեղ Հայաստանը պատրաստվում է վարչապետի իր թեկնածուի անունը հրապարակել հաջորդ ամիս, մինչ այդ կենտրոնանալով տնտեսական առաջարկների եւ ծրագրերի վրա։ Շաբաթներ անց կայանալիք համագումարից առաջ ազատությունը փորձել է պարզել ինչպես եւ ում առաջնորդությամբ են ոչ միայն տնտեսական, այլև ներքին եւ արտաքին մարտահրավերներին արձագանքելու։ Թեկնածուն ճիշտ որ ասեմ երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։ Մինչ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժի վարչապետի թեկնածուն լինելու է նրա եղբոր որդի Նարեկ Կարապետյանը։ Քաղաքական ուժին մոտ կանգնած մի քանի աղբյուրներ ազատությանը հայտնեցին փետրվարի 12-ին կուսակցության հիմնադիր համագումարի օրը հայտարարվելու է այս մասին։ Տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում խնդրեցինք նաև մեր ձևով շարժման մամուլի խոսնակից։ Մարիաննա Ղահրամանյանը հարցին ուղիղ չպատասխանեց։ Ինչպես պարոն Կարապետյանը իր վերջին ասուլիսի ընթացքում եւ հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում է նշել, մեր ուժի վարչապետի թեկնածուի մասին կհայտարարենք փետրվարի 12-ին կուսակցության հիմնադիր համաժողովի ընթացքում։ Ես ավելացնելու բան չունեմ պարոն Կարապետյանի հայտարարությանը, միայն կնշեմ, որ վարչապետի թեկնածուն ընդունելի է լինելու մեր ժողովրդի կողմից։ Որ թեկնածուն վաղուց որոշված է, բայց անունը հայտարարվելու է փետրվարին, Նարեկ Կարապետյանը անցած շաբաթ էր ասել, երբ ներկայացնում էր իրենց քաղաքական ուժի տնտեսական ծրագրերը։ 2026-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին Կարապետյանները հայտարարել են դեռ ամիսներ առաջ։ Նախ ձևավորեցին մեր ձևով շարժումը, որի համակարգողը 35-ամյա Նարեկ Կարապետյանն է, իսկ անցած ամիս նաև կուսակցություն են գրանցել, Ուժեղ Հայաստան անունով։ Այս ամիսներին սակայն ի թիվս այլ հարցերի անպատասխան էր մնում գլխավոր հարցը, թե ով է լինելու նորաստեղծ ընդդիմադիր ուժի վարչապետի թեկնածուն։ Այսօր մենք տեսնում ենք, որ առաջի անգամ Հայաստանի պատմության մեջ մենք պետք է ունենանք տնտեսագետ ղեկավարներ, որովհետև մեր երկրի հիմնական խնդիրը տնտեսությունն է։ Գործող իշխանությանը հեռացնելու օրակարգով ընտրապայքարի պատրաստվող Կարապետյանները առայժմ շեշտը դնում են Հայաստանի տնտեսությունը զարգացնելու իրենց ծրագրերի վրա։ Հենց այս հարցերն են մասնագիտությամբ տնտեսագետ Նարեկ Կարապետյանի ելույթներում գերիշխում ներքին ու արտաքին քաղաքական հարցերի փոխարեն։ Նարեկ Կարապետյանը մինչ այժմ ընդհանուր գծերով է անդրադարձել Հայաստանի համար այս փուլում առանցքային հարցերին։ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հաշտությանը, ԵՄ անդամ դառնալու իշխանության ձգտումներին, Հայաստանի հնարավոր վերադարձին ՀԱՊԿ կամ ԱՄՆ-ի հետ զարգացող թրիփ ծրագրին։ Նա այս հարցերի վերաբերյալ շատ փակագծեր չբացեց նաև անցած շաբաթ հանրային հեռուստաընկերության եթերում։ Օրինակ ՀԱՊԿ-ի մասով ընդգծում էր, թե իշխանության գալու դեպքում այնպես կբանակցեն, որ անդամ երկրները ճնշեն Ադրբեջանին դուրս գալ Հայաստանի օկուպացված տարածքներից, բայց կոնկրետ ինչ մեխանիզմներով չէր հստակեցնում։
ուժեղ ղեկավարը կհասնի նրան, որ կգործադրեն։ Եթե չգործադրեն, հարցը հայկական հասարակությունում միշտ բաց է մնալու, իսկ հայկական քաղաքական միտքը հետևում է հայ հասարակության կարծիքին։ Նարեկ Կարապետյանը, որ պնդում է, թե Հայաստանի նոր ղեկավար է պետք, նախորդ 3 նախագահներն ու գործող վարչապետը պետք է հեռանան, չի հստակեցնում նաև ներքաղաքական մյուս ուժերի հետ հնարավոր համագործակցության շրջանակը։ Միայն հայտարարել է, որ նախընտրական փուլում չեն համագործակցի երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի հետ, բայց նույն պնդումը չի արել հետընտրական փուլի մասին։ Պրոֆեսիոնալների հետ, ասում է, կհամագործակցեն, կրկին առանց անունների։ Մեր թիմում լինելու են մարդիկ, ովքեր աշխատել են բոլոր կառավարությունների հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այս կառավարության հետ, մենք ունենք մարդ, ով աշխատել է այլ կառավարությունների հետ, կարևոր նախապայմանը մաքուր ձեռքեր եւ պրոֆեսիոնալիզմ։ Տաշիր կապիտալի սեփականատեր ըստ Forbes-ի 2.7 միլիարդ դոլար կարողություն ունեցող Կարապետյաններից քաղաքականությամբ զբաղվել է միայն այժմ ազատազրկված Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը։ Նա երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, եղել падգամավոր հանրապետականի ցուցակով։ Քաղաքականությամբ զբաղվելու եւ իշխանությանը հեռացնելու որոշման մասին Սամվել Կարապետյանը առաջին անգամ հայտարարեց անցած ամռանը ԱԱԾ մեկուսարանից։ Նա այնտեղ հայտնվել էր եկեղեցին պաշտպանելու իր հայտարարությունից հետո, որն իրավապահները որակել էին որպես իշխանությունը զավթելու կոչ։ Ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Հունիսին կայանալիք ընտրություններին մասնակցելու մտադրության մասին այս պահին հայտարարել են իշխող քաղաքացիական պայմանագիրը, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունը եւ Արամ Սարգսյանի հանրապետությունը։ Հանրապետական Սերժ Սարգսյանը դեռ իր մասնակցության մասին չի հայտարարել։ Անցած շաբաթը ավերջին հայտնի դարձավ, որ Ղարաբաղից հեռացել են Ադրբեջանի հարձակումից հետո մնացած վերջին հայերը։ Ստեփանակերտում շուրջ 2.5 տարի ապրելուց հետո արցախցիների վերջին խմբի տեղափոխությունը ներկայացվեց որպես սեփական դիմումի հիման վրա Հայաստան գալու գործընթաց։ Բայց ականատեսների պատմությունները այլ պատկեր են ցույց տալիս։ Ինչ է իրականում տեղի ունեցել Ստեփանակերտում մնացած վերջին հայերի հետ, ինչու նրանք մեկ են ու բոլորը միասին որոշեցին Հայաստան տեղափոխվել, որտեղ եւ ինչ վիճակում են հիմա։ Մարդիկ մտածել են իրենց տանում են սպանելու ադրբեջանական դարձած Ստեփանակերտում շուրջ 2.5 տարի անցկացրած հայերի մասին պատմում է Արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը։ Տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է։ Նույնիսկ իրանց մեջ խոսակցություն ասկսել մարդկանց մեջ, որ տանում են սպանեն մեզ, այսինքն իրանք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի։ Հակարի հասնելու տեղ են հասկացել, որ փոխում են։ Ըստ ականատեսներից մեկի ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան, ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում։ Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են Հայաստան են տեղափոխվում եւ մեկ էլ պարզել իրենցից մեկը չկա։ Ասելա չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են եւ այլն։ Միշան Գրիգորյան։ Հա, որը այդ ինչ որ բաներ խոսում, վախենում էր, որ ստեղ իրան սպանելու են, ոտերի տակ անգել թուրքերը ասել են, եթե մնաս մենք ենք քեզ սպանելու, ասեց լավա դուք ինձ սպանեք։ Ոչ ոք ասում է լացու կոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն տալել է։ Ничего, все нормально. Живем, да? Միշա Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում այս հայերը ինչու հեռացան Արցախից։ Я не знаю, почему вот все это армяне оставили, ушли. Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ։ Հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում։ Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտիչ ճանապարհի կեսից հետ է գնացել։ Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի Դղյակ հյուրանոցում։ Այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ 1 տասնյակ հայերի, հիմնականում առողջական խնդիրներով միայնակ մարդիկ։ Միանք
վերջին ամիսներին բոլորովին փակված էին գերու կարգավիճակով, այնքան որ սնունդ էին տալի։ Իրանք միշտ ասում են՝ «Խի եկեք մնացեք, խի չեք գնում, խի չեք գնում, գնացեք»։ Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց ընտանիքի անդամին 2.5 տարի անց տեսել է ծեծված բռնության հետքերով։ Ստեփանակերտում մնացած հայերի տեղափոխության մասին ուրբաթ սոցիալ-նախարարը հայտնեց, սակայն առանց որևէ անվանացանկի։ Հարազատները այսուայն կողմ ընկած տվյալ էին փնտրում։ Կոտորվանք է զանգել է վեսյա, միան որ գոնե մի տեղեկություն ոչ մի բան։ Տիկնոջը մեկ օր անց է հաջողվել սոցիալ-նախարարության միջոցով ճշտել, որ եղբայրն այո տեղափոխվածների մեջ է, Նուբարաշենի հոգեբուժական կենտրոնում է։ Հետո էլ սկսվեց ճշտումների հաջորդ փուլը, այցելել հնարավոր է։ Դեպա եկել այստեղ ասել, հիմա չգնամ, մի հատ տենամ ոնց է վիճակը, մի հատ աշկոս տենամ, ինչ է, ոնց է։ Այ էտալի անհանգիստ եմ։ Ոչ սոցապ, ոչ առողջապահության նախարարությունները, ոչ էլ այլ գերատեսչություն։ Տեղափոխությունից հետո հարազատների հետ կապ չեն հաստատել, տեղեկատվություն չեն տրամադրել։ Հարազատներն իրենք են դեսուդեն ընկել։ Սոցապ նախարարության խոսնակը փոխանցեց, բոլորը գտնվում են պետական հոգացության ներքո։ Առողջապահության նախարարությունից ասացին, 3 հոգի հոգեբուժական հաստատություններում են, բուժզնման նպատակով, ծանր վիճակում գտնվողներ չկան։ Ազատության տեղեկությամբ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում մի հյուրանոցում են տեղավորվել։ Արցախից վերջին հայերին վտարեցին, ոչ թե նրանք Հայաստան եկան, այսպես ասած իրենց դիմումի համաձայն։ Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանն է ընդգծում, սոցիալ-նախարարը գրել էր, այդ մարդիկ դիմել են Ադրբեջանի ու Հայաստանի պատկան մարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Ասма գիտես ինչպես է, մեզ չեն էլ ասել, հարցրել, այդ թուղթը ստորագրել ենք մենք սահմանին, բայց ասма այնպիսի վիճակում էինք արդեն, ոնց որ բանտ նստած ելնեինք։ Ըստ Պետրոսյանի իշխանությունն Արցախում էթնիկ զտման այս վերջին ակորդը փորձում է կոծկել։ Ես կարող եմ տրամաբանել ինչի են այդպես անում։ Խաղաղության օրակարգ են վերցրել, իրենք չեք տեսնում ամեն անգամ անտեսելով մարդկանց միջազգային իրավունքները փորձում են խաղաղություն հաստատել, բայց գիտեք, ես դա ճիշտ չեմ համարում, որովհետև սա պատմություն է, սա էթնիկ զտման վերջի ակորդն է, վերջին մարդկանցից են ընդեղից վտարել են, ոչ թե նրանք խնդրել են եւ այլն։ Իդեպ Ստեփանակերտից տեղափոխվածներից մեկը ոսկյա խաչ ու շղթա է ունեցել։ Ըստ ականատեսի Հակարիի անցակետում ադրբեջանցի աշխատակցին գրավել է ոսկին։ Դարդի տկաց, ասել է տղամարդը, անցել հայկական կողմ։ Այս ֆոնին շաբաթներ անց փետրվարին Հայաստան եւ Ադրբեջան կայցելի Միացյալ Նահանգների փոխնախագահ J.D. Vance-ը։ Մի քանի օր առաջ այս մասին Truth Social-ում գրել էր Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ընդգծելով, որ բարձրաստիճան այցի նպատակն է առաջ մղել Սյունիքով անցնող Թրամփի ուղին միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար։ Սպիտակ տան ղեկավարի այս գրառումը մի շարք հարցեր է բարձրացրել հարևան Վրաստանում։ Ինչու է Ամերիկայի փոխնախագահը շրջանցում Թբիլիսին, վերացական լրատվամիջոցների հարցին վարչապետ Կոբախիձեն ասել է. իրենց տեղեկություններով J.D. Vance-ի այցը նվիրված է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքին, ուստի տրամաբանական է, որ դրա հասցեատերերը պետք է լինեն Ադրբեջանն ու Հայաստանը։ Մենք պատրաստ ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ծավալել։ Ընտրությունը սակայն ամերիկյան կողմինն է։ Ցավոք սրտի վրաց-ամերիկյան հարաբերությունների Բայդենի վարչակազմի կողմից ձևավորած կոնտեքստը բավական ծանր է։ Բաքվում աշխատանքային այցով գտնվող Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սարը շնորհավորել է Ադրբեջանին Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի հետ խաղաղության հասնելու առթիվ։ Իսրայելական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ Հայաստանի հետ խաղաղությունը հանգեցնելու է ողջ տարածաշրջանի բարգավաճմանը։ Իլհամ Ալիև այսօր ավելի վաղ էր ընդունել Իսրայելի արտգործնախարարին։ Ըստ ադրբեջանական ապագործակալության կողմերը ընդգծել են, որ Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում։ Իսրայելը Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է, նաև նավթի ներկրողը։ Հայաստանը COP17-ի շրջանակում պատրաստ է հյուրընկալել նաև ադրբեջանական պատվիրակությանը։ Այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։ Նախարարը նշել է, որ հրավիրող կողմը ոչ միայն Հայաստանն է, այլ նաև ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնապահպանական 3 գլոբալ կոնվենցիաներից մեկն է։ Կարգավորում է միջազգային հարության ջանքերը բնական ռեսուրսների կայուն օգտագործման ոլորտում։ Պաշտոնական Բաքվից դեռ պաշտոնապես չեն արձագանքել, հրավերն ընդունում են, թե ոչ։
Տեղափոխվենք աշտարակի դատարան, որտեղ այսօր քննվում էր Արագածոտնի թեմի երկու հոգևորականների գործը, որոնք ըստ դատախազության հարկադրել են եկեղեցականներին մասնակցել վարչապետի դեմ բողոքի ցույցերին։ Նրանք շաղերի ետևում են հայտնվել Մայր Աթոռի կողմից կարգալույց հռչակված քահանաների ցուցմունքներով, որոնք այսօր դատարանի դահլիճում էին դատախազների կողքին։ Արագածոտնի առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց Արագածոտնի թեմի առաջնորդի եւ դիվանապետի դատավարությունը։ Մկրտիչ Սրբազան Պրոշյանը մեղադրվում է դեռ 2021 թվականի ընտրություններից առաջ հոգևորականներին ընդդիմադիրների հավաքներին հարկադրելու մեջ, իսկ դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը նրան օժանդակելու մեջ է մեղադրվում, երկուսն էլ մեղքը չեն ընդունում։ Դատախազը այսօր պահանջեց 3 ամսով երկարաձգել Մկրտիչ Սրբազանի կալանքը, իսկ Տեր Գարեգինի տնային կալանքը եւս երկարացնել 3 ամսով, սակայն դատարանը մասնակի բավարարեց դատախազի այս պահանջը, 1 ամսով երկարացրեց Մկրտիչ Սրբազանի կալանքը, իսկ մյուսի տնային կալանքը եւս երկարացրեց 1 ամսով։ Արձանագրում ենք, որ գործում արդեն վաստակական տեխնիկներ, որոնք բավարար են հիմնավորել մեղադիային սույն փուլում, անազատության մեջ պահելու առավելություն եւ արկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհինավորվի առավել պիտանի խափանմիջոց կիրառելով անհրաժեշտություն։ Հիմա ինչ վիճակ ունենք։ Ունենք ընդհանրապես հարցաքննության ենթակա երկու բուժող, որոնց պետությունն ամբողջ ուժով պաշտպանում է։ Պաշտպանական միջոց է կիրառված։ Ուրիշ վկա չկա։ Բայց ասում ենք խոչընդոտ, երբ խոչընդոտել ոստի տեսող։ Եվ ես գտնում եմ ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոցի կիրառման հիմք ես պահին վերացված է։ Դատարան են եկել այս գործով երկու տժողները, նախկին կարգալույց քահանաներ Տեր Արամն ու Տեր Թադեն։ Նրանք այդպես էլ չպատասխանեցին հարցերին փաստաբանների, թե ինչ են կարծում ազատության մեջ Մկրտիչ Սրբազանը ու Տեր Գարեգինը կազդեն իրենց վրա։ Փոխարենը ակտիվ ելույթներ ունեցան իրենց կարգալուծության մասին, շարունակում էին պնդել, որ դա անօրինական է, իրենք չեն ընդունում այդ որոշումները, նաև փաստաբանների հակադարձություններին էին պատասխանում, թե իրենք ժողովրդին են ծառայում, ոչ թե Նիկոլ Փաշինյանին կամ էլ կաթողիկոսին։ 100 օր հայ առաքելական սուրբ եկեղեցու քահանան ըստ ինձ առանց մեղքի զերծված է եկեղեցի մտնելու հնարավորությունից։ Զերծված ուղղակի իր եկեղեցում աղոթելու, պատարակ անելու, իր հոտի հետ շփվելու հնարավորությունից։ Մարդիկ, որոնք նույն եկեղեցու կանոնների համաձայն իրավունք չունեն այդպես ծիսակարգեր կատարել, վերում են անում։ Փաստաբանները այսօր մի քանի ժամ տևած դատական իսկ ընթացքում հայտարարում էին, որ ամիսներ առաջ է դատարանը որոշել, թե ինչու պետք է օրինակ Մկրտիչ Սրբազանը մնա կալանքի տակ։ Նշում են, որ այն ժամանակ նախաքննական մարմինը դատարանն էլ գտել էին, որ եթե նա լինի ազատության մեջ, ապա կազդի այս գործով անցնող անձանց, մասնավորապես վկաների վրա։ Բայց փաստաբանները հայտարարեցին, որ տարօրինակորեն այս գործում վկաներ չկան, միայն այս երկու տուժողներն են։ Մենակ այն փաստարկը, որ նրանց նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառված, դուք պետք է տեսնեք առավելությունների մի շքախմբով են գալիս։ Ոստիկանական այն խումբը, որ իրանց է ուղեկցում, նույնիսկ իրենց գործընկերներին թույլ չեն տալիս մոտենան տուժողներին, ուր մնաց, ասենք Սրբազանը հայտնվում ազատության մեջ, փորձի ինչ-որ խոչընդոտի։ Հիմա այս հարցի մասին մեղադրող ինչ-որ բան ասել է, թե չէ։ Օրինակ ասելու է, որ գիտեք ինչ կա, չնայած որ պաշտպանության միջոցը կիրառված է, բայց մեկը մենք չենք կարողանում պաշտպանել։ Նախկին քահանա Տեր Արամը հանրայինի եթերում էր հայտարարել, թե 2021 թվականին Արագածոտնի թեմի առաջնորդը իրենց պարտադրել է մասնակցել ընդդիմության հավաքներին ու չընտրել Փաշինյանի կուսակցությանը։ Ստեփան Ասատրյանը այդ հայտարարությունը արեց 4 տարի անց, երբ միացավ Մայր Աթոռի դեմ Նիկոլ Փաշինյանի պայքարին։ Ինչու լռեցիք 4 տարի։ Հիշեցնեմ, որ Մկրտիչ Սրբազանը կաթողիկոսի քրոջ որդին է ու հոկտեմբերի 16-ից ազատությունից զրկված է եւ այս ընթացքում դատարանը պարբերաբար մերժում էր նրան կալանքից ազատ արձակել։ Եթերում ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում ենք։ Հայաստանում նախարարների պարգևավճարներն ու աշխատավարձերը 40 անգամ գերազանցում են թոշակը։ Այս ցուցանիշով Հայաստանը կարող է համեմատվել Ռուսաստանի հետ։
2025-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile Center-ը, շրջանցելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Իրանում ինտերնետն արգելափակված է մնում, ցույցերի ժամանակ սպանվածների թիվը շարունակում է աճել։ Time հանդեսի համաձայն այն կարող է գերազանցել 30,000-ը։ Իշխանություն եկեղեցի սրված հարաբերությունների ֆոնին իշխանական երկու պատգամավորներ օրենսդրական փոփոխություններ են առաջարկել, որոնցով արգելվում է պատմական եւ մշակութային արժեք ունեցող պաշտամունքային կառույցների օտարումը երրորդ կողմին։ Մայրաթորից արձագանքում են նման բան մինչև օրս չի եղել եւ չերել կարող լինել։ Փոխարենը փաստ է, որ Մայր Աթոռի հոգեվորականները չեն կարողանում մտնել Էջմիածնի սեփականությունը համարվող մի շարք եկեղեցիներ ու թեև այս մասին օրենքը կա, իրավապահները որևէ կերպ չեն միջամտում։ Մայր Աթոռը կաթողիկոսի դեմ վարչապետի արշավի մաս է համարում կառավարող քաղաքացիական պայմանագրի պատգամավորների օրենսդրական նոր նախաձեռնությունը, որի ընդունման դեպքում եկեղեցիները, վանքերը, անգամ մատուրները որևէ երրորդ անձի նվիրելու կամ վաճառելու համար պարտադիր կլինի կառավարության համաձայնությունը։ Թագուհի Ղազարյանի եւ Սիսակ Գաբրելյանի հեղինակած օրենքն անցած շաբաթ միայն իշխանական պատգամավորների քվեարկությամբ ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Մոտ մեկ ամսից նախագիծն արդեն վերջնական հաստատման համար կդրվի պատգամավորների սեղանին։ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի Քահանա Արթենյանը տարակուսանքով է արձագանքում, թե ինչու է ընդհանրապես իշխանության ներսում այս գաղափարն առաջացել։ Երբևէ չկա նման փաստ, որ հայ առաքելական եկեղեցին սրբավայր կամ որևէ հուշարձան նվիրաբերած լինի կամ օտարած լինի։ Եվ նույնիսկ նման քննարկում երբևէ չի եղել եւ չի կարող լինել, որովհետեւ յուրաքանչյուր սրբավայր, յուրաքանչյուր եկեղեցի ունի մեկ նպատակ՝ ծառայելու մեր ժողովրդի հոգեվոր կարիքներին։ Օրենքի հեղինակը կասկածներ ունի, Թագուհի Ղազարյանը մամուլի հրապարակումներն է վկայակոչում, բայց դրանց վերաբերյալ քրեական գործեր չկան։ Կտրուչ Ներսիսյանը իր թորներին, օրինակ, եկեղեցու գույքից բնակարան է չհերկված, ընդ որում կարա հերքի եւ հոգեվոր խորհրդի ներկայացուցիչներ են այդ մասին պատմել, որ եկեղեցու գույքից օտարվել են, նվիրվել են, սեփականաշնորհվել են իր ընտանիքի անդամներին։ Կամ որ Մայր Աթոռը Սուրբ Գեղարդից է մասունք նվիրել ռուսական եկեղեցուն, սակայն իր հեղինակած օրենքը չի տարածվում մասունքների, եկեղեցուն պահվող սրբապատկերների, իրերի, առավել եւս Էջմիածնին պատկանող բնակարանների վրա։ Դրան եթե գումարենք նաեւ այն խոսույթը վերջին 8 ամիսների, որ գեներացվում է իր քաղաքական էսպայն կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող մարդու քաղաքական համախոհների շրջանակում, այսինքն տեղափոխել Մայր Աթոռի նստավայրը եւ Ռուսաստանից կառավարել, որևէ կերպ չի կարող բացառվել, որ օրինակ ինքը կարող է օրինակ տեղափոխվել նոր Նախիջևանի թեմ եւ օրինակ նոր Նախիջևանի թեմի վրա գույքը գրանցել։ Տեր Եսային նորից հակադարձում է, պատգամավորի ասածն ընդամենը հիմնազուրկ ենթադրություն է։ Ախր իրականում սա ուղղակի ամբողջովին անհեթեթություն է նման ձևակերպումները կամ նման եզրակացությունները։ Մինչ օրենքն ուժի մեջ կմտնի, որոշ քահանաներ իրենք են անհանգստացած, որ էլ չեն տնօրինի իրենց ծառայությանը հանձնված եկեղեցին։ Շաբաթավերջից դրությունը լարված է Ոսկետափում։ Տեղի քահանան, որ օրերս միացել էր վարչապետ Փաշինյանի նախաձեռնած եկեղեցու բարենորոգման ծրագրին, ապա հրաժարվել իր իսկ հայտարարությունից, ահազանգում է, թե եկեղեցու բարերարն ու համայնքի ղեկավարը իրեն վերջնագիր են ներկայացրել, ազատել խորանն ու հանձնել տաճարի բանալիները։ Ասում է ինձ թուղթ ցույց տուր, որ եկեղեցին ձերն է, ասում հողը Մայր Աթոռին է պատկանում, սեփականության իրավունքը։ Հետևաբար ինչը որ հողի վրա կառուցված է, ուրեմն եկեղեցումն է։ Ասում է չէ, եկեղեցու բանալիները պիտի հանձնես ինձ։ Մինչդեռ մեկ այլ դեպքով 3 ամիս է Մայր Աթոռը մուտք չունի իր տնօրինման տակ գտնվող եկեղեցի։ Կարգալույց հռչակվելուց հետո Հովհանավանքի քահանան հրաժարվում է հեռանալ տաճարից, անգամ եկեղեցուց ստացած բնակարանը չի ազատում, իրավապահները չեն միջամտում։ Դուք պետք է ժամը 15:00-ին հանձնեիք
Ծանոթագիրի մեջ ներկայացված։ Չեմ ընդունում։ Նա պետք է հանձնեիք։ Ահա, բայց չենք հանձնում։ Թալինի եկեղեցում էլ մայրաթոռը պարբերաբար չի կարողանում պատարակ մատուցել։ Էջմիածնի գործուղած հոգևորականից շուտ ոստիկանների թույլտվությամբ խորան է բարձրանում կարգալույց հռչակված քահանան։ Միայն կառավարության համաձայնությամբ եկեղեցիներն օտարելու նախագիծը խորհրդարանական ընդդիմության քննադատությանն է արժանացել։ Եկեղեցապաշտպանության եւ աստվածավախության ներքո դիմակի շղարշի տակ ընդհանրապես գրոյը եկեղեցուն է։ Նույն կերպ էլ ես պետք է ասեմ, որ վաղը Երևանի պետական համալսարանի շենքը պիտի վաճառեք, ասենք թե հայ-թուրքական բարեկամությանը կամ հայ-ադրբեջանական բարեկամության սիրուն։ Կասկածի իրավունք է, որը ձեր խոսքից հետո ես էլ իրավունք ունեմ այդ մասին խոսելու։ Եթե դուք չունեք որևէ փաստ, ասենք որ վաղը իմանանք Մատենադարանի տնօրենը մի հատ միջնադարյան մագաղաթից sense ծերից sense կտրելա ու նվերելա ինչ որ մեկին, չէ՞, ասի, էս ինչա կատարվում։ Հիմա տեղի ունեցել մի խայտարակ բան, ուզում ենք կանխենք։ Ճիշտ է, այս նախագիծը չի բանանում, չի կարգավորում մասունքների մասը, բայց կանխենք որ որևէ հուշարձան Կտիչ Ներսյանը հանկարծ մեկին չնվիրի։ Օրինակ չնվիրի Հայաստան դաշինքին որպես նախընտրական շտաբ, որտեղ դες դեպք եղել է Մայրաթոռում, Մայրաթոռի շենքերից մեկում փակցված է եղել Հայաստան դաշինքի լոգոն։ Ըստ նոր օրենքի գործադիրը 2 ամսում քննելով եկեղեցին օտարելու դիմումը կարող է եւ մերժել այն, պատճառաբանելով, որ օրինակ կա տաճարը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ, կամ գործարքի պայմանները հանրության շահերին դեմ են։ Թե մասնավորապես ինչ է սա նշանակում, օրենքի հեղինակները չեն մանրամասնել, թողնելով, որ հետագայում կառավարությունը սահմանի այդ կարգը։ Մայրաթոռի շուրջ 900 գույքից մոտ 360-ն են եկեղեցի։ Հրապարակվել է 2025-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ այդմ անցած տարի ամենաշատ հարկերը վճարել է գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Mobile Center հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերությունը, շրջանցելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Բջջային հեռախոսների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող Mobile Center Art-ը վճարել է ավելի քան 77.8 միլիարդ դրամ, 2024-ի համեմատ վճարած հարկերն ավելացնելով մոտ 11 միլիարդ դրամով։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Mobile Center-ը սկսեց նաև պատժամիջոցների տակ հայտնված ռուսական շուկա բջջային տեխնիկա, աքսեսուարներ, վերաարտահանումներ անել, արձանագրելով հարկային թռիչքաձև աճ։ Անցած տարվա ցուցանիշներով երկրորդ ամենամեծ հարկատուն ծխախոտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող Grand Tobacco-ն է 66.1 միլիարդ դրամով, երրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ 1000 խոշոր հարկատուների երկար տարիների առաջատար ընկերությունը 2024-ի համեմատ հարկերը կրճատել է կիսով չափ 102 միլիարդից, այս թիվը նվազել է ու հասել 52.1 միլիարդի։ Այն դեպքում, երբ միջազգային շուկայում պղնձի կտրուկ գնանկում չի եղել։ 1000 խոշոր հարկատուների ցուցակի վերին հորիզոնականներում նշանակալի առաջխաղացում են ունեցել նաև բանկերը։ Ընդհանուր առմամբ Հայաստանի ամենաշատ հարկ վճարած ընկերությունների թոփ տասնյակում 2-ը ծխախոտ արտադրող եւ վաճառող ընկերություններն են, 2-ը բանկեր, 2-ը բուքմեյքերական ընկերություններ։ Տասնյակում են նաև Գազպրոմ Արմենիա եւ վառելիքի վաճառքով զբաղվող CPS ընկերությունը։ Նախարարների եւ պատգամավորների շքեղ պարգևավճարներից հետո չեն դադարում քննարկումները, որքան են պաշտոնյաների աշխատավարձներն ու թոշակները համադրելի։ Թվաբանական տարբերությունը մի քանի տասնյակներով է չափվում, ու թեև իշխանությունը բացատրում է, որ բարձր վարձատրությունը պետք է պաշտպանի պետական համակարգը կոռուպցիոն ռիսկերից, մի շարք երկրների փորձը այլ բան է վկայում, եւ այս ցուցանիշով Հայաստանը կարող է համեմատվել Ռուսաստանի հետ։ Մոտավորապես 7 միլիոն, եթե չեմ սխալվում, հարկերը հանած 6-ից 7 միլիոնի կարգի, բայց ճշգրտված կներկայացնեմ։ Նախարարների միջին ամսական եկամուտները, աշխատավարձն ու դրան պարբերաբար ավելացող պարգևավճարները ավելի քան 40 անգամ գերազանցում են 100 հազարավոր կենսաթոշակառուների միջին կենսաթոշակը եւ մոտ 7.5 անգամ միջին աշխատավարձը։ Բարձրաստիճան պաշտոնյաները հարկատուների գրպանից իրենց բանկային հաշիվներին փոխանցված միլիոնների արդյունավետությունն այսպես են արդարացնում։ Մենք այդ թվում պետական պաշտոնյաներին եւ պետական համակարգը պետք է կարողանանք պաշտպանել կոռուպցիոն ռիսկերից։
Մինչ այդ ազատությունը հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքացիների եկամուտները համեմատել է մի շարք այլ երկրների տվյալների հետ ու պարզել, կայացած ժողովրդավարական երկրներում այս տարբերությունը զգալի ավելի փոքր է։ Նախ հայաստանյան վիճակագրության մասին։ Նախարարների զուտ աշխատավարձը ներկայիս կարգավորումներով մոտ 1 միլիոն դրամ է։ Տարիներ շարունակ պարգևավճարներն ըստ էության որպես աշխատավարձի ավելացում են ներկայացրել։ Նախարարների խոսքով իրենք անցած տարվա առաջին կիսամյակի համար ըստ կատարողականի հարկերը հանած աշխատավարձից բացի 6-ից 7 միլիոն դրամ պարգևավճար են ստացել։ Ինչքան պարգևավճար եք ստացել։ Ձեր պարգևավճարները Տարբեր թվեր են ասում, 7 միլիոն, 9 միլիոն, ինչքան։ Հանուն ինչի են օրինակ, ձեզ թիվը չիմացանք, բայց դա կառավարության որոշումն է եղել։ Նրանց ստացած եկամուտների մասին ստույգ տեղեկատվություն չի հրապարակվել։ Հստակ չափն իմանալու համար պետք է սպասել պաշտոնական հայտարարագրերին։ Ինչ որ իմաստով անձնական տվյալ է, բայց դա հրապարակվում է եւ այնտեղ գրվում է աշխատավարձ այսքան դրամ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այժմ սակայն կարելի է մոտավոր հաշվարկ անել հենց իրենց հայտարարությունները հիմք ընդունելով։ Միջինը 6.5 միլիոն դրամ մաքուր պարգևավճար ստանալու համար նրանց բյուջեից ավելի քան 8 միլիոն դրամ են տրամադրել, եւ սա միայն տարվա առաջին կեսի համար։ Եթե նույնքան նաև երկրորդ կեսի համար նախատեսեն, կստացվի տարեկան 16 միլիոն դրամ միայն մեկ նախարարի պարգևավճարին։ Հիմնական աշխատավարձն էլ եթե հավելենք, տարվա կտրվածքով նախարարի եկամուտը կկազմի շուրջ 28 միլիոն դրամ, ամսական 2 միլիոն 300 հազար դրամ կամ $6,000, ինչը մոտ 47 անգամ գերազանցում է 49 հազար դրամ միջին կենսաթոշակը եւ շուրջ 7.5 անգամ 309 հազար դրամ կազմող միջին աշխատավարձը։ Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ։ Այսչափ խառը հաշվարկների կարիք չէր լինի, եթե Հայաստանի իշխանությունները Շվեդիայի կառավարության օրինակին հետևելով պաշտոնապես հրապարակեին բարձրաստիճանների աշխատավարձերը։ Այստեղ պաշտոնական կայքում հստակ արձանագրված է, նախարարները ամսական մոտ $17,000 են ստանում, ինչը ոչ թե 47, այլ 7.5 անգամ է գերազանցում շվեդների ավելի քան $2,200 կենսաթոշակը եւ 3.3 անգամ միջին աշխատավարձը, որը կազմում է $5,100։ Իզախ քայլը, այս քայլը անելը, ինչի, որովհետև եթե նախկինում այսպիսի թեմա գոյություն չուներ ընդհանրապես, որովհետև ավելի հեշտ էր օրինակ կանխիկ ինչ որ մեկը գար, ինչ որ մարդկանց փողը բաժաներ եւ դրանով ընդհանրապես այս թեման չլիներ, ոչ մեկ էլ պարգևավճար չստանար եւ դա շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ պետքա ամեն ինչ թափանցիկ լինի, հասկանալի լինի։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ճոխ պարգևավճարների մասին խոսելիս հայտարարեց, դեռ պետք է հասկանան, թե ընդհանրապես որքան աշխատավարձ պետք է ստանան բարձրաստիճան պաշտոնյաները։ Կառավարությունը, եթե եվրոպական փորձն ուսումնասիրի, կպարզի, որ օրինակ Ֆրանսիայում նախարարներն ամսական մոտ $12,000 են վաստակում, ինչը $1,900 հասնող միջին կենսաթոշակը գերազանցում է 6-8 անգամ, $4,400 միջին աշխատավարձից էլ բարձր է 3 անգամ։ Հայաստանում մինչդեռ բարձրաստիճան ու աշխատողների եկամուտների տարբերությունը պարգևավճարները ներառած 8.5 անգամ է։ Մեր հանրությունը պետք է առնվազն, եթե չասեմ գոհ լինի, ապա չզայրանա սրանից, էլի, որովհետև ասենք, չգիտեմ, սրա մասին է խոսում, օրինակ ես խոսեցի նրա մասին, որ մենք հավելյալ 300 միլիարդ հարկ ենք հավաքել։ Ատլանտյանից այն կողմ Միացյալ Նահանգներում դեպարտամենտների քարտուղարները միջին կենսաթոշակից 10.1 անգամ են ավելի շատ վարձատրվում, միջին աշխատավարձի համեմատ 4 անգամ ավելի շատ։ Ճապոնիայում նախարարների ու միջին կենսաթոշակի տարբերությունը 12-ի է հասնում։ Կառավարության անդամները միջին աշխատավարձից 4 ու 6 անգամ ավելին են ստանում։ Այս երկրում նախարարների աշխատավարձը $12,000 է հասնում։ Վարչապետ Սանաե Տակաիչին անցած տարեվերջին հայտարարեց իր ու ենթակաների աշխատավարձը կրճատելու մասին։ Ազատության ուսումնասիրած երկրների շարքում միայն մեկ պետություն կա, որտեղ քաղաքացիների Ազատության ուսումնասիրած երկրների շարքում միայն մեկ պետություն կա, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաների եւ քաղաքացիների եկամուտների բևեռացումը ավելի խորն է, եւ այդ երկիրն ամենևին էլ ժողովրդավարական չէ։ Հյուսիս տեղափոխվենք։
Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելուց հետո Ռուսաստանի իշխանությունները չեն հրապարակում, թե կառավարության անդամները որքան աշխատավարձ են ստանում։ Լրագրողները հենվում են մինչ այդ հրապարակված բաց տվյալների վրա։ 2023-ին իրականացված մի ուսումնասիրությամբ, օրինակ, հետաքննող լրագրողները պարզել են, որ Ռուսաստանի պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամսական ավելի քան $20,000 աշխատավարձ են ստանում։ Ռուս պաշտոնյաների այս եկամուտներն ամենահամեստ հաշվարկներով ավելի քան 60 անգամ գերազանցում են ռուսաստանցիների $330 միջին կենսաթոշակը եւ ավելի քան 14 անգամ մոտ $1,400 կազմող միջին աշխատավարձը։ Ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, նայել ենք, տեսել ենք, թե որտեղ որքան աշխատավարձ են ստանում, բնականաբար այն երկրների մասին է խոսքը, որ մենք ուզում ենք նմանվենք։ Ֆինանսների նախարարը սակայն չհստակեցրեց, թե որ երկրների փորձն են հաշվի առել պարգևավճարները հաշվարկելիս։ Պարգևավճարներ են ստացել նաև ազգային ժողովի падգամավորները, վերջին որոշման մասին խորհրդանը հայտարարեց օրեր առաջ, դրանով խրախուսվել են ազգային ժողովի պետական ծառայողները։ Այս ցանկից դուրս չի մնացել նաև ազգային ժողովում ընդդիմությունից անկախացած եւ տարիներով նիստերին չներկայացող Իշխան Զաքարյանը։ Խորհրդանում նրա բացակայությունը հարգելի են համարել, ուստի ոչ միայն աշխատավարձ, այլև պարգևավճար են տվել։ Մյուս ընդդիմադիր падգամավորների բացակայությունների մասին ազգային ժողովի նախագահը հատուկ հոլովակ էր հրապարակել։ Ընդդիմության շարքերը լքած падգամավոր Իշխան Զաքարյանը, որ տարիներով բացակայում է ազգային ժողովի նիստերից, աշխատավարձն ամբողջությամբ ստանում է։ Օրենսդրությամբ այսպես է, եթե բացակաները հարգելի են, աշխատավարձից պահում չի լինում, եթե անհարգելի են, լինում է։ Ավելին վերջին 2 տարիների ընթացքում նիստերից բացակայող падգամավորը պարգևավճարել է ստանում։ Անցած տարեվերջին նրա հաշվեհամարին են փոխանցել շուրջ 3 միլիոն, ինչպես մյուսներին դիմեցին ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին։ Դավիթ Առաքելյանը մեր հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն մեջբերեց ազգային ժողովի նախագահի կարգադրությունը, ըստ որի բոլոր падգամավորներն ու աշխատակիցներն են ստացել։ Ազգային ժողովի նախագահը 2 օր առաջ հրապարակել է նիստերից բացակայող падգամավորների տասնյակը, ինչպես ինքն է ձևակերպել թոփ տասնյակը։ Ալեն Սիմոնյանի ցուցակում միայն ընդդիմադիր падգամավորներն են, 9 Հայաստան խմբակցությունից եւ միայն մեկը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատիվ ունեմից։ Նրա ցանկում չկա Իշխան Զաքարյանի անունը։ Ալեն Սիմոնյանի տասնյակի ռեկորդագիրը դաշնակցական Իշխան Սաղաթելյանն է, որ 4.5 տարվա ընթացքում 100 անգամ է բացակայել։ Իսկ ինչու է Իշխան Զաքարյանը բացակայում նաև Ալեն Սիմոնյանի կազմած ցանկից։ Հարգելի պատճառով ազատությանը պարզաբանեց խոսնակ Մովսես Հարությունյանը։ Եվ արկա են դրանք հիմնավորող ու օրենսդրությամբ պահանջվող համապատասխան փաստաթղթեր։ Դրա համար էլ Զաքարյանը չի ներառվել անհարգելի բացակայություններ ունեցողների տասնյակում։ Ընդդիմությունից հեռացած Զաքարյանի բացակաները հարգելի համարող այս նույն խորհրդարանը 2022 թվականին պարգևավճարից զրկել էր ընդդիմադիր падգամավորներին, որ Փաշինյանի դեմ պայքարը խորհրդարանից փողոց էին տեղափոխել։ Դիմադրություն շարժման մասնակից падգամավորների բացակայությունները աշխատակազմը որակել էր անհարգելի ու նաև նրանց աշխատավարձներ կրճատել։ Մենք ողջ աշխարհի եւ մասնավորապես մեր թշնամիներին պետք է ցույց տանք եւ ապացուցենք, որ Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կերպարը չէ։ Պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին, հայտնելով, որ ինքը դուրս է եկել պատիվ ունեմ խմբակցության կազմից եւ գործելու է որպես անկախ պատգամավոր։ Իշխան Զաքարյանը падգամավոր է դարձել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած դաշինքով։ 6 ամիս անց լքել է ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունն ու դարձել անկախ падգամավոր։ ՔՊԻ-ի հետ նա կողմ քվեարկեց, որ իշխանության տեխնացուն Վահագն Խաչատուրյանը ընտրվի Հայաստանի նախագահ։ Լիովին համաձայն եմ ձեզ հետ եւ գտնում եմ, որ սա թիվ 1 խնդիրն է, որ այսօր կա մեր պետության առջև։ Իշխան Զաքարյանին 2024-ին փնտրում էին ընդդիմադիրները, երբ Բագրատ Սրբազանի շարժումը հասել էր Երևան ու վարչապետին անվստահության գործընթաց պետք է սկսեին։ Նա այդպես էլ չմիացավ ոչ Փաշինյանի դեմ պայքարին, ոչ էլ Սերժ Սարգսյանի նախաձեռնած իմպիչմենթին։ Այս ընթացքում կարճվեց նրա դեմ 2021-ից հարուցված փողերի լվացման, պաշտոնական դիրքի չարաշահման ու հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու գործը։ Հիմա այստեղ խթանության ժամանակ ինչ արել, բոլոր մարզաձևերը։ Խորհրդարանում չերևացող Զաքարյանը 2 ամիս առաջ երևաց լրատվամիջոցներում վարչապետ Փաշինյանի կողքին։ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել էր Ծաղկաձորի սպորտ բազա, որ Զաքարյանի որդունն է։
Մենք ուզում ենք նաև դառնա ոչ միայն խաղերի կենտրոն, այլ նաև խաղերեն դուրս Թուրքի երիտասարդության եւ սպորտի տունը լինի։ Իշխան Զաքարյանը նաև համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է ու այստեղ ակտիվ է։ Օրինակ անցած ապրիլին, երբ ազգային ժողովում նիստեր էին, նա կոմիտեի գործերով Լիբանանում էր, իսկ թե ԱԺ-ից բացակայելու համար ինչ փաստաթղթեր է ներկայացրել, որ համարել են հարգելի, աշխատակազմից ուղիղ չեն պատասխանում։ Տարածաշրջանի մասին։ Իրանում վարչակազմը շարունակում է արգելանքի տակ պահել ինտերնետը։ Տեղից ստացվող կցկտուր տեղեկությունները սակայն վկայում են, որ անցած տարեվերջից սկսված բողոքի ցույցերի ընթացքում սպանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Time հանդեսը այսօր հղում անելով Իրանի առողջապահության նախարարության 2 բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդել է, որ միայն հունվարի 8-ին եւ 9-ին փողոցներում սպանվածների թիվը գերազանցել է 30,000-ը։ Այս ցուցանիշը մոտ 10 անգամ գերազանցում է Իրանի գերագույն ազգային խորհրդի հայտարարած պաշտոնական տվյալը 3117 զոհ։ Amnesty International հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը ավելի վաղ պնդել էր սպանությունների եւ բռնությունների վերջին ալիքը Իրանում հասել է աննախադեպ աստիճանի։ Ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, կողմերը խոսում են կառուցողական մթնոլորտից, սակայն ամենաբարդ տարածքային զիջման հարցը շարունակում է մնալ կարմիր գիծ թե Կիևի, թե Մոսկվայի համար։ Եվրոպան այդ բանակցություններին չի մասնակցում, սակայն այսօր ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր թերևս ամենակարևոր որոշումներից մեկն է ընդունել ռուսական գազից լիովին հրաժարվելու մասին։ Մեկ տարի անց Եվրոպական միությունը վերջնականապես կհրաժարվի ռուսական բնական գազից, Կրեմլից կախում չունենալու եւ Ուկրաինայում ընթացող պատերազմն անուղղակիորեն չֆինանսավորելու համար։ Դաշինքն այսօր հաստատել է ծրագիրը, որով 2027-ի հունվարի 1-ից ԵՄ անդամներին կարգելվի ռուսական հեղուկ բնական գազի, իսկ սեպտեմբերի 30-ից նաեւ խողովակաշարով ռուսական գազի ներկրումը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի նախագահի հետ սերտ հարաբերություններ ունեցող Սլովակիան եւ Հունգարիան։ Բուդապեշտը նաեւ սպառնացել է այն վիճարկել դատարանում։ Բուլղարիան ձեռնպահ է քվեարկել։ Միաժամանակ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Դանիան եւ Հյուսիսային ծովի ավազանի այլ երկրներ մաքուր էներգիայի մասին պայմանագիր են ստորագրել Համբուրգում, որով պարտավորվում էր մինչեւ 2050 թվականը համատեղ խոշոր նախագծերի միջոցով դաշինքի երկրներին ծովային քամուց արտադրված մինչեւ 100 գիգաբայթ էներգիա մատակարարել։ ԵՄ էներգետիկայի եւ բնակարանաշինության հարցերով հանձնակատար Դեն Յորգենսենը հայտարարել է, որ այս քայլերով Եվրոպան շատ հստակ ազդակ է հղում Ռուսաստանին։ Մենք այլևս թույլ չենք տա, որ շանտաժի ենթարկեք Եվրամիության անդամ պետություններին, եւ այլևս անուղղակիորեն չենք ֆինանսավորի Ուկրաինայում պատերազմը։ Մենք որոշել ենք վերջապես դադարեցնել ռուսական էներգիայի ներմուծումը։ Զուգահեռ շարունակվում են ուկրաինական պատերազմը դադարեցնելու ամերիկյան ջանքերը։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Աբու Դաբիում շաբաթավերջին կայացած եռակողմ Ռուսաստան-Ամերիկա-Ուկրաինա բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են։ Միաժամանակ ամենագլխավոր տարածքների հարցի շուրջ կողմերը այդպես էլ չեն համաձայնել։ Վիլնյուսում լիտվացի պաշտոնակցի հետ ասուլիսին Ուկրաինայի նախագահը հասկացրել է, այս հարցում Կիևի դիրքորոշումն անփոփոխ է։ Երկրի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, իսկ փոխզիջման բոլոր կողմերը պետք է պատրաստ լինեն։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինայի համար առանցքային մյուս հարցի ԱՄՆ կողմից տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը պատրաստ է։ Կիևը սպասում է, որ Վաշինգտոնը հաստատի ստորագրման օրն ու վայրը։ Մեզ համար անվտանգության երաշխիքներն առաջին տեղում են։ Սրանք անվտանգության երկկողմ երաշխիքներ են Միացյալ Նահանգների կողմից։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է եւ սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն այն ստորագրելու ամսաթիվը եւ վայրը։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստվում է նոր եռակողմ բանակցությունների արդեն այս շաբաթ։ Ամերիկյան Աքսիոսը իր աղբյուրներին հողումով հայտնել էր, որ հաջորդ հանդիպումը կարող է կայանալ փետրվարի 1-ին։ Ըստ աղբյուրի Աբու Դաբիի հանդիպումն այնքան լավ է անցել, որքան հնարավոր էր ակնկալել։ Քննարկվել է ամեն ինչ, նույնիսկ Պուտին-Զելենսկի հանդիպման հնարավորությունը, եւ կողմերը հիմա շատ մոտ են դրան։ Կրեմլի խոսնակն էլ հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ։ Դմիտրի Պեսկովը կրկնել է, Ռուսաստանի համար անփոփոխ են մնում Անկորիջի պայմանավորվածությունները, այդ թվում Դոնբասի վերադարձի վերաբերյալ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, սա մեր նախագահի դիրքորոշումն է, որ տարածքային հարցը, որը Անկորիջի բանաձևի մաս է, իհարկե սկզբունքային նշանակություն ունի ռուսական կողմի համար։ Մեր բանակցողներն էլ շարունակում են պաշտպանել մեր շահերը։
Այս ընթացքում Ռուսաստանը շարունակել է հարվածներն Ուկրաինային, գիշերը ինտենսիվ հարվածել են Զապորոժիեին կանտ ուժասներ։ Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մոտ 800,000 բնակիչ դեռ էլեկտրաէներգիա չունի։ Ավելի քան 1300 բազմահարկ շենքում չկա ջեռուցում։ Բնակիչները ժամանակավոր կացարաններում են տաքանում, լիցքավորում հեռախոսները։ Կիևի թաղամասերից մեկում բացօթյա երեկույթ է կազմակերպվել, որպեսզի բնակիչները գոնե ժամանակավորապես մոռանան կենցաղային անհարմարությունների մասին։ Մենք ավելի շատ գիշերն ենք էլեկտրաէներգիա ունենում, քան ցերեկը։ Ջուրը պարբերաբար անջատվում է, ջեռուցում գրեթե չունենք, բայց ունենք ոգուժ ու ապրելու ցանկություն։ Որոշեցինք փորձել հավաքել մեր հարևաններին ու ընկերներին, որպեսզի մի փոքր տաքանան խորովածի մոտ։ Մտածում էինք, որ մոտ 15 մարդ կգա, բայց 10 անգամ ավելի շատ մարդ եկավ, մոտ 150 մարդ։ Դրսում եւ տանը շատ ցուրտ է, նույնիսկ չես կարող լոգանք ընդունել, միրգ լվանալ կամ ուտելիք պատրաստել։ Տանը ոչ ջուր կա, ոչ ջեռուցում, բայց մի կերպ գոյատևում ենք։ Ուկրաինական զինուժն իր հերթին պատասխան հարվածներ է հասցրել Կրասնոդարում հարվածել է նավթավերամշակման գործարանի կամ մեկ տուժած։ Շարունակեք հետևել լուրերին այցելելով ազատություն.am կայքեջը եւ մեր սոցիալական հարթակներ։ Այսօրվա համար այսքանն ենք նախատեսել, հաջողություն։